Լոլիկը գետնին է մնացել։ Անձամբ ես տոնաներով ունեմ, Արշալույս գյուղում հազարավոր տոնաներով կա, բոլորը պրոբլեմի առաջ են։ Արմավիրի Արշալույս համայնքում գյուղացիները բողոքի են դուրս եկել։ Ռուսաստանը փակ չի, դի մեզ չի հետաքրքրում։ Գոնե թո չբերեն, մենք մեր արտադրածը կարողանանք այդտեղ վաճառենք, մեր ժողովուրդը ուտի։ Ոչ ներսում, ոչ դրսում, ասում են, բերքը չի իրացվում։ Գյուղացու վիճակը նոր հասական է, եթե սենց շարունակվի։ Գինն էլ այնքան է նվազել, որ անգամ ծախսերը չի փակում։ Ելակն էլ չի ծախվում, կարտոֆիլն էլ չի ծախվում, ոչ մի բանջարեղեն չի ծախվում։ Ամեն ինչ էլ ունեմ, ելակ էլ ունեմ, կարտոֆիլ էլ ունեմ, պամիդոր էլ ունեմ, ամեն ինչ էլ ունենք։ 10-20 միլիոն դրամ արդեն տակ եմ տվել ու չեմ կարող իմ հարցերը լուծեմ։ Արտահանման ճանապարհը փակվել է, բայց հարևան երկրներից ֆուրերով ասում են լոլիկ է Հայաստան մտնում։ Տեղական ապրանքը չի ծախվում, մարդիկ կայնած են։ Պարսկականը անդադար գրռալ են ծախվում է, անդադար 280-270։ Իրենց ապրանքի պահանջարկն այսպես նվազում է։ Մի քանի տոննա մշակել են, չգիտեն ուր տանեն։ Անհամ, լորձոտ, եսիմիշ պամիդորա դսից եկած։ Թո քաղաքի ժողովուրդն էլ իմանա։ Վերում են անընդհատ էժան են դնում, գյուղացու ապրանքը չի ծախվում, պարսկականը ֆուրերը շատ արագ ծախում են, անդադար նորից վերում են։ Մարդիկ շիվարած իրանց ապրանքի դեմը կայնած են։ Գազի փողը չեն կարող հանեն, ինքնարժեքից էժան է, մինուս է այդմ դեպի, ոչ թե ինքնարժեք, այլ մինուս է էսպային։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը եկավ գյուղացիներին լսելու։ Ասաց տեղյակ է, քննարկում է գործընկերների հետ։ Ինչ են առաջարկելու գյուղացիներին։ Վարչապետը ժողովրդի վրա ոչ մի բան չի գցե, վարչապետը ժողովրդից մեկն է, վարչապետը ժողովրդից մեկն է եւ վարչապետը բոլոր քաղաքացիների մասին մտածում է։ Շատ վատամտածում, որ գյուղացին հենց մի անտեր է։ Հարցը մի քաղաքականացի։ Հիշեցրինք, որ վարչապետն ընդամենը 1 օր առաջ ասում էր ապրանքը ստանդարտներին համապատասխան լինի, 7 միլիարդանոց շուկա կա։ Հայաստանի համար էլ դռները բաց են։ Ցանկացած ապրանք, որ ստանդարտից դուրս է, մենք չենք պատրաստվում մեր ինքնիշխանության հաշվին ստանդարտներին չհամապատասխանող ապրանքներ արտահանմամբ աջակցել։ Վահրամ Խաչատրյանը հեռացավ, խոստանալով 1 օր անց պատասխաններով, լուծումներով գալ գյուղացիների մոտ։ Այս պահին ես ընդամենը ձեր խնդիրը լսեցի, տեղյակ եղա, վաղը կարան ժամը 11-ին ես կամ ստեղ։ Մարդկանց սակայն սա չի սփոփում։ Ու ասում է ընտրություններից հետո Ռուսաստանի հարցը կլուծվի։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ որևիցե մեկը Հայաստանում կարա Ռուսաստանի հարց լուծի։ Ռուսը այսօր այնքան հզորա ոնց ուզին հենց էլ պետք է անի։ Ինչև վաղն էլ ասում են, ապրանքը փչանում է։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։